Բարև ձեզ։ Մի քանի թեմաներ եք առանձնացրել, խնդրեմ։ Ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, նախ եւ առաջ կցանկանամ խոսել Նիկոլ Փաշինյանի այս երկու օրվա հիստերիայից, ազգային ժողովի ամբիոնից, այդ որ կտրեմ, թափեմ, բոլորիդ ասֆալտներին կխփեմ էլի այդ ոճի մեջ։ Ես ուզում եմ ուղիղ Նիկոլ Փաշինյանին ասել, որ իր սպառնալիքները, իր այդ ամբիոնից լրփանալը, այդ խոսելա ձևը, խոսույթը արդեն նույնիսկ մեր մոտ ջղայնություն չի առաջացնում, որ մնաց վախ առաջացնի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչքան է ուզենա իրան ուժեղ տաղուտեղ դնի, մեր բոլորի մոտ ինքը պարզապես ուժեղ տղամարդ չի կարող լինի, ուժեղ տղամարդը երբեք չի լինում մուտիլովշիկ, խաբեբա, մանիպուլյատոր, տղամարդը ունենում է արժեքներ, ըստ որի իրան հարգում են։ Նիկոլ Փաշինյանը այն տղամարդն է, որ չունի այն արժեքները, որի համար որ իրեն պետք է հարգեն։ Ուրեմն երբ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ասում է դուրս եկեք փողոց, ով համաձայն չի, հեղափոխություն արեք, էս արեք, այն արեք, նախ այնպես չի օրինակ, որ ես փողոցային պայքարին դեմ եմ, ի սկզբանե ասեմ, կամ որևիցե պայքարից երբևիցե հետ չեմ կանգնել, բայց ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը դրդում է դուրս գալ փողոց, ինչ որ ինտրիգներ, կոնֆլիկտներ, նշանակում է դա նրան պետք է։ Եվ առանց արդարացնելու այն փաստը, որ հիմա ընդդիմությունը չի հայտարարել ինչ որ պայքարի մասին, կամ ես նաև հասկանում եմ, որ դեռ ընթացքի մեջ են շատ հարցեր։ Հիմա Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի այս ընտրության արդյունքները կեղծվել են թե ոչ, վավեր է թե ոչ այս ընտրությունների արդյունքները։ Ընդդիմությունը հիմա սպասում է, ես հասկանում եմ, ես նաև չեմ արդարացնում այն ընդդիմադիր քաղաքական գործիչներին, կներեք էլի բառիս համար, բայց տենց հանճում, ովքեր հակել են ընդդիմադիրների կանալին, դու ամեն օրը 3 լայվով բա դուք մանդատների համար էիք գալի, բա նախ եւ առաջ մանդատի համար պետքա ընտրություն անես, որ գաս խորհրդարան, որ ինչ որ բան կարողանաս փոխես, բայց ես նաեւ չեմ արդարացնում այն, որ մանդատի համար միայն գալ խորհրդարան եւ նստել այնտեղ 5 տարի ու ոչինչ չանել։ Հետևաբար կարծում եմ, որպեսի ընդդիմության մեջ նորից պարակտումներ չմտցնենք, կոչ եմ անում բոլոր անհատ ընդդիմադիր քաղաքական գործիչներին, բոլոր կուսակցական ընդդիմադիր քաղաքական գործիչներին, մինչև Սահմանադրական դատարանի որոշում ընդունելը, պետք չի այս կամ այն ուժի վրա ցեղ շպրտել։ Նաև կոչ եմ անում բոլոր այն ընդդիմադիրներին, ովքեր մնացած այլ ընդդիմադիրների հետ ունեն անձնական խնդիրներ, այդ խնդիրները իրենց ներթիմային հարաբերություններում, բանակցությունների արդյունքում, խոսակցություններում լուծեն մեկ ընդմիշտ ու դնեն մի կողմ, որովհետև հիմա դրա ժամանակը չի։ Հիմա մեր առաջ ծառացած է մեր երկրի խնդիրը, մեր քաղաքացիների ձայները պահելու խնդիրը, մեր հայրենիքը 300,000 ադրբեջանցիներին մուտք գործելը թույլ չտալը եւ շատ ու շատ կարեւոր հարցեր։ Իսկ եթե էլի դուք դնեք թե ով Նիկոլին բերեց, ով ինչ արեց, ով չի կարելի, չի կար, դա անընդունելի է այս իրավիճակում։ Եվ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այդ ազգային ժողովի պորտքումներին, այդ բավոր ընտրությունները կեղծվել են, խիեք տունը նստած հանգի, բա ինչ ես ուզում, արա, ուզում ես դուրս գան մարդիկ փողոց կարակես սպանես, այնա մարդիկ բողոքի ակցիաներ արել են, տեսել ենք, ես ներկա եմ եղել, ոնց է կարակե մեր վրա, Բաղրամյանի վրա տեսել եմ, ինչ դաժանությամբ եւ ապօրինությամբ ոստիկանները մարդկանց ձերբակալել են, հիմա էլ ես շատերը չեն խոսում։ Մենք պետք է հիշենք, որ 700-ից ավել ընդդիմադիր հայացք ունեցող մարդիկ, ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, հայեր, ապօրինաբար գտնվում են փակի տակ հիմա, կալանքի տակ։ Դուք ոչ մեկը դրանից չեք խոսում։ Դուք չեք ասում, որ ու նաև այդ թիվը այդ 700 հոգու ավելանում է։ Հետևաբար Նիկոլը ունի վախեր ընդդիմությունից եւ հետևաբար ընդդիմությանը իմ կոչն է ու խորհուրդը լինել միասնական ճիշտ որոշումներ ընդունել, որպեսզի գոնե այս իրավիճակում մենք կարողանանք մեր
այն քաղաքացիների տված վստահության ձայները, որոնք մերն են, պահենք եւ շարժվենք առաջ։ Ինչա տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում հունիսի 7-ի երեկոյան եւ դրանից հետո։ Փաստացի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտել է խորհրդարան, հավաքել է 4% ձայն, մոտավորապես 60,000 հայ քաղաքացու ձայն, Նիկոլ Փաշինյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը անտեսել են, կեղծել են նմանը չունեցող երևույթ ես աշխարհում չեմ տեսել, որ մի քաղաքական ուժ հավաքի 4%, 50-ից 60,000 ձայն մտնի խորհրդարան, նրա ձայները 2-300-ով պակաս գրեն, վերահաշվարկի ժամանակ վերահաստատվի, որ այդ ձայները կան, այդ ընտրատեղամասերի ձայները անվավեր ճանաչեն եւ այդ խորհրդարան այդ քաղաքական ուժին չմտցնեն։ Սա խուլիգանություն է, սա ուղիղ ընտրությունները կեղծելու մասին է խոսում։ Էլ չեմ խոսում Սամվել Կարապետյանի ձայները կեղծելու մասին, Ռոբերտ Քոչարյանի ձայները կեղծելու մասին, բազմաթիվ ընտրատեղամասներում Արման Թաթոյանի ձայները այլ քաղաքական ուժերի վրա գրելու մասին եւ նաեւ Արման Թաթոյանին հարց ունեմ ես։ Օրինակ իմ համար հանրային եւ հրապարակային ես Արման Թաթոյանին մինչ այժմ որպես քաղաքական գործիչ հարգում էի, բայց իմ մոտ հիմա հարցեր են առաջացել։ Օրինակ Արման Թաթոյանը ինչի չմիացավ այն 6 քաղաքական ուժի հայտարարությանը, ովքեր չընդունեցին ընտրությունների արդյունքները։ Հիմա հարց, պարոն Թաթոյան, դուք կարող եք մեկնաբանել ինչ պլաններ ունեք, որ չեք միացել այն 6 քաղաքական ուժերի հայտարարությանը, ովքեր չեն ընդունում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։ Միթե դուք ընդունում եք, դրա համար չեք միացել այդ հայտարարությանը։ Եվ նաև ես հարց ունեմ հավաքական ընդդիմությանը։ Եթե այս հարցի լուծումը դուք չտաք, շատ հնարավորինս շուտ, մեր քաղաքացիների մոտ հարցեր են առաջանալու, որոնց պատասխանները դուք չեք ունենալու։ Դուք պետք է հրատապ պատասխանեք, խորհրդարան եք գնում, մանդատ եք վերցնում, պայքար եք սկսում եւ ցանկացած որոշում պետք է այնպես մեկնաբանեք, որ քաղաքացիները ձեզ հասկանան։ Անցնենք առաջ։ Նիկոլ Փաշինյան, օրինակ ես այս 300,000 ադրբեջանցիների թեզի հետ կապված մի հատ բան անեմ, օրինակ բերեմ։ Իմ Facebook-յան ընկերների մեջ մի աղջիկ կա, ով ասում էր, որ 3 կենտրոնում, սրճարանում նստած, սուրճ ամպում եւ իր դիմաց 2-3 ադրբեջանցիներ են։ Հիմա ինքը բողոքում էր ու ասում էր, ով է սրա պատասխանը տալու։ Վարդի գործ անողները, բանջարեղենի գործ անողները կանգնած են շատ լուրջ խնդրի առաջ տնտեսական։ Հիմա Նարեկ Կարապետյանը, որ ասում էր մենք որ գանք իշխանության, լուծումներ կտանք, տնտեսությունը էլ ավելի կզարգանա, դուք բոլորդ հասկանում եք, չէ՞, որ եթե այնպիսի իշխանություն գար, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարողանար ստաբիլ պահել, դաշնակցային հարաբերությունները շարունակվեին, այսպիսի խնդիրները մենք չէինք ունենա։ Ռուսաստանը պատասխանում է Նիկոլ Փաշինյանի այն գործողություններին, որոնք ուղիղ ռուսական պետության եւ Ռուսաստանի շահերին դեմ են։ Առանց արդարացնելու եւ պաշտպանելու Ռուսաստանին, խոսելով մեր երկրի արտաքին քաղաքականությունից, ես մեր գյուղացիներին, այն գյուղացիներին, ովքեր 70% ձայն էին տվել Նիկոլին, հիմա բողոքում են, որ իրանց բերքը չի մթերվում։ Եվ մնացած բոլոր գյուղացիներին, ծաղիկի գործ անողներին ուղիղ ասում եմ, ձեր գործը լավ չի, ձեր բերքը չի մթերվում, ուղիղ Նիկոլ Փաշինյանի պատճառով եւ նրա վարած արտաքին քաղաքականության պատճառով։ Հիմա վարդի գործ անող ընկերներ ունեմ, ծաղիկի գործ անող ընկերներ ունեմ, ովքեր ինձ խնդրել են, որ դիմել են, որ ես այսօր այդ հարցը բարձրաձայնեմ։ Նախ շատ կանխատեսելի էր, որ ծաղիկի գները պետքա իջնի եւ հասնի 0-ի։ Դա մեկ խնդիր։ Ֆուրերով ծաղիկները, բանջարեղենը գնում են ու հետ են գալիս, չեն ընդունում ռուսները, չեն կարողանում Լարսից անցնել, տարբերակ չկա այդ ուղղությունով արդեն ինչ որ ապրանք շահագործելու։ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը չի վերցնում Եվրոպա կուղարկենք, Բուլղարիա կուղարկենք, Ուկրաինա կուղարկենք, ասեմ, որ 4 օր առաջ 14 ֆուր բիբար Ուկրաինայից հետ ա եկել փչացած, ուկրաինացիները
ասել են, որ այդ բիբարի մեջ կա այնպիսի վարակ, որը իրենց տնտեսությանը, գյուղատնտեսությանը վնաս կարող առաջացնի։ Ուրեմն այս նման խնդիրների միակ պատասխանատուն Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունն է եւ կառավարությունը, չընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նիկոլ Փաշինյանը, ուրեմն սիրելի ընդդիմադիրներ, սիրելի հայրենակիցներ, դուք բոլորը տեսաք Նիկոլ Փաշինյանը ձեր ձայների հետ ինչ արեց։ Այսինքն նայեք, խուլիգանությունը ընդեղը հասել, որ ժամը 8-ին զինվորներին բերեցին ընտրատեղամասեր, որ երկրորդ, երրորդ անգամ իրանք ընտրություն կատարեն, սա մեկ։ Ես անուններ չեմ հնչեցնի, միջազգային դիտորդներ, ովքեր եկել էին Հայաստան, Վրաստանից, Լիտվայից, Էստոնիայից, անձնական խոսակցությունների ժամանակ գնահատական տալու ժամանակ ծիծաղելով ասում են, որ նման խուլիգան ընտրություններ երբևիցե չեն տեսել որևիցե երկրում։ Սա է ձեր եվրոպացի դիտորդների որակումները, որոնք ուղիղ ասում են, որ չեն կարող հանրային կերպով արձագանքել եւ նման որակումներ տալ, որովհետեւ իրանց քաղաքական շահը դա է պարտադրում, բայց նեղ անձնական խոսակցությունների ժամանակ նշում են, որ ընտրակ կեղծիքը ընտրախախտումները մեր երկրում հունիսի 7-ին բազմաթիվ են եղել։ Էլ չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը մեծ գյուղապետերը քաղաքացիները, մարզպետների ընկերներ, օգնականներ, վարորդներ, տարբեր ընտրատեղամասում կատարել են տարբեր գործողություններ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ միտված են որակվելու ընտրախախտումներ, ընտրակեղծիքներ, ընտրություններին ուղղորդումներ եւ նմանատիպ բաներ։ Մենք բազմաթիվ տեսանյութեր ունենք, որ տարբեր ընտրատեղամասերում, քվեախցիկներում, երբ տատիկ-պապիկները գնացել են ընտրության, մարդիկ են մոտեցել եւ ուղղորդել են, որպեսզի իրենց ասած անձնավորությանը ընտրեն։ Մենք տեսել ենք, որ ոնց են քվեատուփը այս գյուղից գողանում եւ տանում այն մյուս գյուղ, Լորի գյուղից, Լորի ընտրատեղամասից, Սյունիքի մարզի։ Մենք ինչ ասես այս ընտրություններին տեսել ենք եւ դեռ ինչ-որ մեկի մոտ կասկած կա, Նիկոլը այս ընտրությունները կեղծելա թե չէ, եւ այսուհետ, սիրելի ընդդիմադիրներ, հայրենակիցներ, եթե Նիկոլը դուք հավաքեք 60,000 ձայն, 300,000 ձայն, 10,000 ձայն, միևնույնն է, վերցնելու է իր ուզած ուժին հանի դուրս, իր ուզած թվերը գրի ու նկարի։ Այսուհետ Նիկոլի հետ ընտրությունների գնալու կա, արդյոք կա։ Ես խնդրում եմ ինձ այս հարցին պատասխանեք։ Եվ նաև անդրադառնալով այս դիտորդների հարցին, պետք է նշեմ, որ Ռուսաստանի պես պետությունը դեռևս չի շնորհավորել եւ որակում չի տվել դրական մեր երկրում կայացած ընտրություններին։ Ասեմ ավելին, Զատուլինի եւ Զախարովայի եւ շատ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով մեր ընտրությունները որակվում են չկայացած, կեղծված, եւ դա ոչ ոք թող չասի, որ դուք ռսի հետ եք մոտիկ, ռսի շպիոն եք, ռսից փող եք ստանում, այդ ռուսը նույն ձեր Նիկոլի ընտրությունները երկու անգամ լեգիտիմացրել, շնորհավորել է, այս անգամ չի շնորհավորել, հետեւաբար եթե մեզ անվանում եք ռսի ինչ-որ մի բան, դուք մեզնից ավելի ինչ-որ մի բան եք, որովհետև հենց առանց ռուս ժողովրդի եւ Ռուսաստանի իշխանության դեմ ինչ-որ բացասական բան ունենալու, իրանք ձեզ երկու անգամ Նիկոլ շնորհավորել են, այս անգամ ձեր ընտրակեղծիքները այնքան մեծ են եղել ու շատ, որ Վլադիմիր Պուտինը քեզ չի շնորհավորում, որովհետև դու ապօրինաբար ես զավթել իշխանությունը, դու չես հաղթել ընտրություններում եւ կան նույնիսկ եվրոպական կառույցներ, որ հանրային կերպով արձանագրում են, որ ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում կեղծված են եւ հետեւաբար ընդդիմությունը պետքա ձեռնարկի գործուն քայլեր պատասխան տալու այս կեղծիքին, պատասխան տալու այս ձայնագողությանը եւ խուլիգանությանը։ Անցնենք առաջ։ Այս կեղծած ընտրություններից հետո առաջի պաշտոնատար անձը, որ եկել է Հայաստանի Հանրապետություն, դա եղել է Հաջիևը։
Եկել է Դիլիջան Արմեն Գրիգորյանի հետ, ցուցումներ ա տվել Արմեն Գրիգորյանին, թե ինչպես պետք է իշխանությունը պահել, թե ինչ պետք է անել, որ Ադրբեջանը գոհ մնա, եւ իմ խոսքերի վառ ապացույցն է, որ Նիկոլ Փաշինյանը ու այս իշխանությունը ադրբեջանցիների դուդուկի տակ են ապարում առանց մեր ազգային շահը հաշվի առնելու, որ նույնիսկ երբ ադրբեջանական ամենառեյտինգային YouTube-յան կալիբեր ազ Ալիքը մտահոգություն էր հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում չի հավաքել ձայների 3/5-ը, որից հետո կկարողանար սահմանադրական բարեփոխումներ անել մեր երկրում։ Այդ նյութի տակ ես Facebook-ով դրան անդրադարձել եմ։ Ալեն Սիմոնյանի մայրը, ով պատահական Ալեն Սիմոնյան չի, ՀՀԱԺ նախագահն է, մտել է եւ հանգստացրել է ադրբեջանցիներին, որ հանգիստ եղեք, Բարգավաճ Հայաստան կուսակցության գլուխը կերել ենք, ձայները գողացել ենք, ու մեր ուզածը կարող ենք անել։ Ես, չէ դուք, սա ամոթ չի, սա շպիոնություն չի, թշնամի պետության համար քո պետության դեմ։ Ես չգիտեմ ինչ որակում տամ։ Դուք կոմենտներում տվեք այն բոլոր որակումները, որոնք ճիշտ եք համարում։ Եթե մարդ կա, որ արդարացնում է այս քայլը, հələ թող արդարացնի բացատրելով, չենք վիրավորի իրան։ Հասկանանք իրանց տեսանկյունից, օրինակ, այս գործողությունը ՀՀԱԺ նախագահի մոր ադրբեջանցիներին քծնելու, հանգստացնելու Ինչ որակում կա սրան, ինչ որակում կա 60,000 քաղաքացու ձայնը կեղծելուն եւ ընտրություններից մի խորհրդարանական ուժի ով մտել է խորհրդարան հանել դուրս չպրտելուն ապօրինաբար, ինչ որակումներ կա, բացի լավ են արել, այսինքն մտնում են էլ բան չգիտեն ինչ գրել, չեն ասում նախքին թալան չի գրում են լավ արել Լավը հիմի ասել էի եթերում չլնեինք ով արել ու երբ արել։ Ձեր նմանները պետքա ընտրելու իրավունք չունենան այդ լավը արել գրողները, որովհետև դուք ոչ գիտեք այս երկրում ընտրությունները ինչի համար են կատարվում։ Ոչ գիտեք այդ ընտրություններից հետո այս կամ այն ելքի դեպքում ինչ հետևանքներ կարան լինեն մեր ձեր երեխաների ապագայի, մեր երկրի ապագայի վրա։ Հետևաբար պետք է Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների ձևը փոխվի, պետք է կրթական ցենզ ունեցող մարդիկ կարողանան գնան ընտրեն, որովհետև այն ազնվորությունը, որը դպրոց չի գնացել, ինստիտուտ չի գնացել, որը չունի մասնագիտական ինչ որ մասնագիտացված ինչ որ որակներ, ինչի պետք է իմ տեղի ինքը իմ ապագան ընտրի իրա չավարտած ուղեղով ինչի համար պետք է նիկոլականը գնա իրան ասի ցավը տանեմ պետքի համար էլի գնա ընտրի այդ եթիմն էլ գնա իմ ապագան ընտրի Նիկոլինը կապի իմ ջանին ինչի համար կասեք ես ուզում եմ հասկանամ Ինչի համար պետք է տենց լինի Սա արդար չի որովհետև այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել եւ այս ընտրությունները լեգիտիմացնելը հավասար է Նիկոլ Փաշինյանի հետ գործով լինելուն Չգիտեմ մի բան արեք պայքարեք այս ամեն ինչի դեմ մենք էլ բոլորիդ կողքին կանգնած ենք արդեն հոգնել ենք այս անարդարություններից այս դավաճանություններից այս մեր երկիրը վաճառքի հանելուց ու ծվեն մասնատելուց ու թշնամիներին հանձնելուց հոգնել ենք բավական է տեղ չկա էլ ինչ լեզվով ձեզ ասենք որ հասկանաք Նաև ցանկանում եմ անդրադառնալ այս ԵԱՏՄ-ի միջկառավարական նիստին մասնակցելու իր արած ռեպլիկներին, ինչ որ ասել է ես բան եմ, կրքոտ հռետոր եմ։ Այսինքն ոնց կարաս դու կրքոտ բառը ու դու ոնց կարաք մի տողի վրա գրվեք։ Ոնց կարա տենց լինի։ Ասենք քո ինչն է կրքոտ։ Կախնգած կրծքերը, տա կրքոտ։ Թե ինչը, թե շլապետ, ցիլոտ Ո ինչն է կրքոտ, թե ունքերիդ այդ մեջտեղի գիծն է կրքոտ, թե բուլատից ատամները տա կրքոտ, թե հռետոր ինչով ես հռետոր, որ հռետորը ես այսքան ժամանակ չեմ տեսել, հին հռոմից հետևել եմ, հռետորները լինում են հաղթանդամ, հռետորները չեն լինում ցինիկ, խափեբա, մանիպուլատոր, հռետորը ոչ մի հռոմեացի հռետոր արա, չի ասե, այս սարերը մեզ պետք չեն, պետքա տալ հույներին Հետո էլ մի տարի հետո, ասենք դատի ժամանակ հռոմեական փիլիսոփաներից մեկը ասեր օրինակ չգիտեմ, Օկտավիանոս,
Դու որովհետեւ լավ հռետոր ես, հիշում ես, որ այս սարերը տվիր հույներին, ես չեմ հիշում տենց բան։ Ես կրկոտ հռետոր եմ պռոս։ Արա դու քեզնից ինչ հռետոր արա։ Քո կողքը մի հոմանիշ պետքա դրվի։ Խափեբա, մանիպուլյատոր, ազգի դավաճան, հող վաճառող, թուրքի շահը սպասարկող երևույթ։ Արդեն մի հատ էլ բան պետքա լինի այդ ամեն ինչի հետ։ Ընտրակ կեղծարար։ Դու տվե անցել ես բոլոր կեղծած ընտրությունները։ Աշխարհում պետքա դասընթացների գան քո մոտ տեսնելու համար ոնց է դու կեղծել ընտրություն։ Չնայած շատ անմակարդակ ձևով էլ կեղծել ես, որովհետև ոնց կարա մարդ 4% հավաքի մտնի խորհրդարան, գոնե այնից գրեիք, որ չէր հավաք է, որ գոնե մի քիչ ուտվեր է ձեր կեղծիքը, կամ Սամվել Կարապետյանի ուժին 180 ձայն են միտեղ տվել, գրածա 1 ձայն։ Բացում են վերահաշվարկեն անում, ասում են նախագահին, բա ոնց ասեն, ասում են դե 80-ը մոռացել ա գրի։ Իա, այ քեզ բանարը դուք հիվանդ եք, այսինքն մոռացել ա գրի։ Այս դեպքում մեր դասատուները 4-րդ, 5-րդ դասարանում մեզ լավ բան էին ասում են գլուխդ մոռանայիր։ Հիմա դու ԿՀ նախագահ ես։ Ինչ է նշանակում 180 ձայնի տեղը մոռացել 1 են գրել։ Բա ասենք կարող է մոռանաս մի օր էլ, ասենք, չգիտեմ, ասենք որ Սամվել Կարապետյանն չի անցել խորհրդարան, օրինակ այդ 23%-ը գրեք 2.3%։ Դե հիմա մի հատ տիշկայ արանքը ավելացրեք, ասենք մոռացել արանքը ամբողջ ենք դրել։ Լավ խուլիգանությունն էլ ձև ունի, չափ ունի ու սահման ունի։ Եվ ցանկացած խուլիգան, որ չափ ու սահմանը կորցնում է, վերջում այնց է պատժվում, որ այդ խուլիգանությունը անելուց նույնիսկ իր մտքով չէր անցնի։ Եվ ես ամենավերջում իմ խոսքերի ուզում եմ ասեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու յուրաքանչյուր կեղծած ձայն յուրաքանչյուրի քթերից գալու է։ Պատասխան եք տալու օրենքի ողջ խստությամբ, պատասխան եք տալու հայ ժողովրդի առաջ, պատասխան եք տալու Հայաստանի Հանրապետության օրենքի առաջ։ Ձեզ ոչ եվրոպացի, ձեր հերերն են փրկելու, ոչ էլ ձեր արտաքին քաղաքական խորհրդատուները։ Շնորհակալ եմ։